ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և Սերժակ Կարոստամյանի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը, որի կապակցությամբ ներկայացնում ենք մեր եզրափակիչ ելույթը։ Սույն քրեական գործով նախաքննության ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները իրենց ամբողջությամբ չեն հաղթահարում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական շերմի, իսկ դատախազի պնդումները կրում են ենթադրական բնույթ, հիմնված նախնական չստուգված տվյալների վրա, դրանք չեն կարող դիտվել որպես պատշաճ և բավարար հիմք մեղադրյալներին վերագրված մեղադրանքների ապացուցված լինելու կամ հաստատված լինելու համար։ Պատվարժան դատարան մեր կողմից բազմիցս սույն դատավարության ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր, քրեական գործը հարուցվել է քրեական դատավարության էական կոպիտ խախտումներով, խախտվել են քննչական ենթակայության օրենքով սահմանված կանոնները իմպերատիվ կանոնների իմիջայլոց, Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանված կարգով հաղթահարված չլինելու պարագայում խախտվել են Գագիկ Ծառուկյանի իրավունքները, նրա նկատմամբ կիրառվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությանը խորտ մեթոդներ, մինչև ականատես են եղել, այսպես ասած, վերման ենթարկելու պրոցեսի, այն ժամանակ, երբ որ պարոն Ծառուկյանը ազգային ժողովում դեռ ավարտեց իր ելույթը և հայտարարեց, որ պայմանավորվածության համաձայն մեկնում է ԱԱԾ քննչական մարմին քննությանը մասնակցելու համար, այդ տեսագրությունները ամբողջ համացանցը ողողված էր տեսագրություններով, բոլորն էլ ականատես են եղել, որ պարոն Ծառուկյանին հենց ազգային ժողովի բակում դիմավորեցին ԱԱԾ աշխատակիցները այն ժամանակ, իդեպ պատվարժան դատարան, երբ որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ-ում դեռ այդ քննարկումները շարունակում են և պարոն Ծառուկյանը փաստացի այդ ժամանակ զրկված չէր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ինչպես նաև նրա բնակարանում կատարված խուզարկության փաստով նաև խախտվել են նրա իրավունքները, այսինքն պատվարժան դատարան ի սկզբանե այս գործը կառուցվել է քրեական դատավարության օրենքով սահմանված կարգերի կոպիտ խախտումներով, բայց դրա մասին մանրամասն չեմ անդրադառնա, քանի որ դատարանում մենք միջնորդությունները ներկայացրել ենք և դատարանի դիրքորոշումը դրա վերաբերյալ մեզ հայտնի է, այնուամենայնիվ մեր եզրափակիչ ճառում դրա մասին մանրամասն վերլուծությունները առկա են ու կարծում եմ, որ դատարանը վերցիկ կայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրակարգի պետք է ուսումնասիրի պաշտպանական կողմի այդ մասով ներկայացված հիմնավորումները և պատճառաբանությունները, նաև հղումները իրավական ակտերի։ Այսպես, պատվարժան դատարան, ի սկզբանե այս գործի նախաքննությանը ներգրավված են եղել 100-ից ավել քննիչներ ԱԱԾ-ի և քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից, որոնք հարցաքննել են հազարավոր քաղաքացիների ու վերջում ինչ պատկեր ունեցանք մենք, երբ որ գործ ուղարկեցին դատարան, ընդամենը բազմաթիվ հատորներից ընդամենը 8 հատոր գործ և այդ գործով ինչ-որ փաստաթուղթ իմ համար, ոչ թե փաստաթուղթ, այլ հայտնաբերված ինչ-որ անհայտ ծագման թղթեր ու ընդամենը դատակոչվեցին 5 վկաներ, որոնցից որևէ մեկը պարոն Ծառուկյանի վերաբերյալ մեղադրող կամ պարոն Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, ավելի նրանցից 4-ը առհասարակ պարոն Ծառուկյանի երբևէ չէին ճանաչել նաև։ Այս բավականին տևական դատաքննության ընթացքում կարծում եմ, որ բոլորի, այդ թվում նաև դատարանի համար ակնհայտ է, որ սույն գործով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները խոսում են Գագիկ Ծառուկյանի արդարության և այս գործի ծայրահեղ անհիմն և ապօրինի լինելու վերաբերյալ։ Ինչ կատարվեց դատաքննության ընթացքում, դատարանը մեզ ի սկզբանե հայտնել է, որ մենք մեր եզրափակիչ ելույթներում կարող ենք հղում կատարել միայն դատաքննությամբ հետազոտված ապացույցների վրա, հետևաբար ես չեմ տարածվի այլ ուղղություններով և կներկայացնեմ դատաքննության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Դատաքննության ընթացքում հրապարակվեցին Երևան ՇԻՄՓԲ ընկերությունում դեռևս 05/02/20 թվականին կատարված խուզարկությամբ հայտնաբերված
իմ համար առնվազն անհայտ ծագման փաստաթղթեր, որոնք վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ վկայել են ենթադրյալ ընտրակաշար տալու եւ ստանալու վերաբերյալ նոր հանցագործության մասին։ Եթե ուշադրություն դարձնենք պատվարժան դատարան Վազգեն Պողոսյանի 06-02-20 թվականի ցուցմունքին, ապա այնտեղ հստակ քննիչը վերջին հարցադրումը կատարում է այսպես, որ հայտնաբերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ հանգամանքներ, որի դեպքում, եթե այդ ժամանակ արդեն այդ ամեն ինչը պարզվել էր ու քննիչը այդ հարցադրումը կատարել էր, որի դեպքում վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է նոր քրեական գործ հարուցել կամ ուսումնասիրության զննության հիման վրա այդ կապակցությամբ 10 օրվա ընթացքում նախապատրաստել նյութեր եւ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, ինչը որ տեղի չի ունեցել։ Ողջամտորեն ենթադրել է, որ այդ փաստաթղթերը, ոնց մենք ենք հիմա վերաբերվում, որ անհայտ ծագման անհիմն որևէ բանի մասին չխոսող փաստաթղթերի, այդպես էլ վարույթ իրականացնող մարմինն է այդ կարծիքն ունեցել այդ փաստաթղթերի մասին։ Բայց դրանից հետո ժամանակների բերումով, հանգամանքների բերումով այդ փաստաթղթերը նորից ի հայտ եկան 4 ամիս անց։ Չգիտես ինչու պահել էին 4 ամիս, հետո 4 ամիս անց այդ փաստաթղթերը պարոն Ծառուկյանի հայտնի ելույթից հետո ի հայտ եկան արդեն սկսված հետապնդումների համատեքստում։ Դատարանում մեղադրողի կողմից հրապարակված այդ թղթերից ակնհայտ բխում է, որ դրանք կապ չունեն Գագիկ Ծառուկյանի հետ եւ որևէ կերպ չեն հիմնավորում պարոն Ծառուկյանի առնչությունը նշված դեպքին։ Այստեղ նաեւ խնդրում եմ ուշադրություն։ Գագիկ Ծառուկյանի պահանջով չի այդ փաստաթղթերը կազմվել։ Գագիկ Ծառուկյանին չեն տրամադրվել այդ փաստաթղթերը։ Ավելին, Գագիկ Ծառուկյանը նշված ընտրություններից հետո նույնիսկ չի էլ հանդիպել Վազգեն Պողոսյանի հետ։ Դրա մասին խոսել է Վազգեն Պողոսյանը, դրա մասին խոսել է պարոն Ծառուկյանը, որ այդ ընտրություններից հետո նրանք առհասարակ որևէ հանդիպում չեն ունեցել։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան դատակոչված վկաներին։ Նրանց թե դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների, թե հրապարակված ցուցմունքների մասին մենք կարող ենք ինչ ասել, ցույց տվեք, հարց կարող ենք բարձրացնել։ Եղել է հրապարակային դատաքննություն, անձինք հրապարակային դատաքննության ընթացքում հարցարկվել են, հիմա հարց առաջանում, ցույց տվեք այն ցուցմունքը, այն նախադասությունը, այն բառակապակցությունը, որը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի մեղսագրված արարքի հետ։ Տվեք այն նախադասությունը, ցույց տվեք այն նախադասությունը, որը կարող ենք համարել, որ ուղիղ Գագիկ Ծառուկյանի մեղադրող ցուցմունք է կամ առնվազն Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք է։ Չէ՞ որ այդ մարդիկ դատարանում հրապարակային դատաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել։ Ավելին 5 դատակոչված վկաներից 4-ը վկաներ Աքսել Անդրանիկյանը, Վարդանիկ Կիրակոսյանը, Գյուլնարա Մուրադյանը եւ Ռուբեն Մուրադյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին չեն էլ ճանաչել ու իրենց պնդման միայն տեսել են հեռուստատեսությամբ։ Անձամբ երբևէ որևէ շփում պարոն Ծառուկյանի հետ չեն ունեցել։ Ու դատարանում էլ առհասարակ մեղադրանքին վերաբերելի մի նախադասություն չեն ասել։ Հիմա իմ համար օրինակ զարմանալի է, թե կոնկրետ պարոն Ծառուկյանի մասով այդ անձին ինչ են դատակոչվել կամ այդ մարդկանց տրված ցուցմունքները ինչ պետք է ապացուցեին այս դատաքննության ընթացքում։ Մեղադրողը առանձնահատուկ նշանակություն տվեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքներին, մենք նույնպես ցանկանում ենք անդրադառնալ այդ ցուցմունքներին։ Հիմա այդ հարցը քիչ առաջ հնչած, հիմա էլ եմ ուզում տալ, թե նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների, թե դատարանում ցուցմունք, հայտարարություն, ոնց ուզում եք կոչեք այդ ամեն ինչը։ Մարդու դիրքորոշումը առհասարակ այս գործի վերաբերյալ։ Ցույց տվեք այն տողը, այն նախադասությունը, որտեղ որ Վազգեն Պողոսյանը խոսում է առհասարակ ընտրակաշառքի մասին կամ կարող ենք այդ հատվածը ցուցմունքի գնահատել որպես պարոն Ծառուկյանի դեմ տրված ցուցմունք։ Հիմա պատվարժան դատարան, այստեղ
Ցուցմունքների բովանդակությունը ես էլ չեմ ուզում հրապարակել, քանի որ արդեն հատվածաբար մեր գործընկերը դրան անդրադարձավ, բայց շատ կարևոր է անդրադառնալ Վազգեն Պողոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած առերես հարցաքննության մասին, առերես հարցաքննությանը, տեսեք, պատվարժան դատարան։ Մեղադրանքի կողմը իր ճարում հիմնական շեշտադրումը կատարել է Վազգեն Պողոսյանի Գագիկ Ծառուկյանի հետ առերեսումից հետո տված լրացուցիչ հարցաքննության արձանագրված տեղեկություններին, իմ համար զարմանալի է, որովհետև ըստ էության երկու անձանց տրված ցուցմունքների մեջ, չգիտեմ, դրանց արժանահավատությունը ստուգելը, դրանց մեջ հակասությունները, եթե առկա են պարզելու հիմնական ու ընդունված հայտնի ձևերից մեկը առերես հարցաքննությունն է, որը կազմակերպվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից։ Առերես հարցաքննության ժամանակ հարցաքննությունը տեղի ունեցել քրեական դատավարությամբ սահմանված կարգով եւ ընթացակարգերով, այստեղ մեր հարգելի գործընկերը Հանրային մեղադրողը նշել է, որ առերեսումից հետո տրված ցուցմունքով Վազգեն Պողոսյանը մասնավորապես նշել է, թե իբրև հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, նրա հետ առերեսվելը հեշտ չի եղել եւ այդ պատճառով իր կողմից օգտագործած որոշ բառերում կարող են լինել շեղումներ, իդեպ նշել է նաեւ, որոնք իր կարծիքով իմաստային տարբերություն չեն արտահայտում։ Հիմա եկեք մի բան հասկանանք, էլի։ Պաշտպանության կողմը նախ արձանագրում է, որ Վազգեն Պողոսյանի տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ ներկա է եղել նաև Վազգեն Պողոսյանի փաստաբանը, ներկա են եղել պարոն Ծառուկյանի փաստաբանները, ու ես համոզված կարող եմ պնդել, եթե այդ հարցաքննության ընթացքում նույնիսկ մթնոլորտը մի թեթև չի կանար, անպայման ու աներկբակ քննիչը այդ հանգամանքին կանդրադառնար, կարձանագրեր ու նույնիսկ դրա արդյունքում կառաջանային որոշակի հետևանքներ։ Բայց ես շարունակում եմ պնդել, որ առերեսումը անցել է պատշաճ իրավական ընթացակարգերով, պատվարժան դատարան, հարցադրումները եղել են հստակ, պատասխանները լսելի։ Այլ բան է, եթե վարույթ իրականացնող մարմնին այդ պատասխանները չէին գոհացվել, ու արդեն դրանից հետո կարող ենք մենք մի բաներ քննարկել, ինչ է նշանակում, վերտեկիկ էդ էլ քննարկենք, էլի, ինչ է նշանակում առերես հարցաքննությունից հետո Վազգեն Պողոսյանին պահել քննչական մարմնում, րոպեներ անց հարցաքննել ոչ թե գործի հանգամանքների վերաբերյալ, այլ առերես հարցաքննության վերաբերյալ։ Մի հատ էլ Վազգեն Պողոսյանը այդ առերես հարցաքննությունը մեկնաբանի լրացուցիչ հարցաքննության։ Ես դրա մասին իմ հետևություններ ունեմ, թող ունեմ դատարաններ ուսումնասիրի այդ տևողությունը հարցաքննությունների, առերես հարցաքննության ու Վազգեն Պողոսյանի լրացուցիչ հարցաքննության, դրանց միջակայքը, տարբերությունը ժամանակային առումով, այսինքն մեր առերեսումից հետո մեզ ճանապարհել են, Վազգեն Պողոսյանին պահել են լրացուցիչ մեկնաբանություններ տալու։ Բայց այստեղ խնդիրը ո՞րն է? Խնդիրն եղել է այն, որ վարույթ իրականացնող մարմինը այդ առերես հարցաքննությունից հետո հասկացել է, որ ի սկզբանե ապօրինի ու անհիմն քրեական գործը առերեսումից հետո արդեն փլվել է։ Դրա համար իրավիճակային ինչ-որ լուծում է գտել, այդ հարցաքննությունը կազմակերպել է, որպեսզի փորձի, չգիտեմ, մի քիչ փոխաբերական իմաստով ասած, արհեստական շնչառությամբ այդ գործը փրկի։ Հիմա չնայած որ, երբ որ ծանոթանում ենք լրացուցիչ հարցաքննության հետ, մենակ որ ասում պարոն Ծառուկյանի հեղինակությունը հաշվի առնելով նրա այդքան էլ հեշտ չի առերեսվելը, էլի որևէ հանգամանք մեղադրանքին վերաբերվող չի հայտնում Վազգեն Պողոսյանը, այսինքն պարոն Ծառուկյանին մեղադրող, պարոն Ծառուկյանի դեմ որևէ հանգամանք Վազգեն Պողոսյանը չի հայտնում։ Պատվարժան դատարան, գործով ձեռք բերված փաստական տվյալներով չեն հաստատում
ենթադրություններն առայլ, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի առաջադրված մեղադրանքի եւ խոսք չի կարող լինել հիմնավոր կասկածի մասին։ Անկողմնակալ դիտորդի մոտ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն առաջացնել, առայլ Գագիկ Ծառուկյանը ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպած խումբ, դրա կազմում ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին տվել է քաշալ։ Առաջադրված մեղադրանքով Գագիկ Ծառուկյանի կողմից արգելված արարք կատարելու մեղավորության մասին հետևությունների հիմնված են նախաքննության մարմնի ենթադրությունների վրա, դրանք հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդպիսի ապացույցների բացակայության պայմաններում վարույթ իրականացնող մարմինը փորձել է այդ բացերը լրացնել մեղադրանքի ընդհանրական նկարագրմամբ եւ կամայական քրեական գործի նյութերից չբխող անհիմն մեկնաբանություններով։ Հետագայում բազմաթիվ 100-ից ավել քննիչների ներգրավման ավելի քան 2 տարի 7 ամիս տևած նախաքննության, որի ընթացքում հարցաքննվել են 1000-ից ավելի անձին եւ մոտ 3 տարի տևող դատաքննությամբ չի հաստատվել Գագիկ Ծառուկյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին։ Այստեղ շատ կարևոր հանգամանքներ եմ ուզում մատնանշել, պատվարժան դատարան, բոլորս հիշում ենք, որ դատարանը որոշում կայացրեց գործի նյութերը պահանջելու վարույթ իրականացնող մարմնից, մենք համոզված, հիմա էլ ես համոզված պնդում եմ, որ անջատված մասում առկա են բազմաթիվ ապացույցներ, մեղադրանքը հետփող, պարոն Ծառուկյանի մեղքը բացառող եւ դա է պատճառը, որ այդ բազմահատոր գործից մեզ հասու դարձավ ընդամենը 7 կամ 8 հատորը ու այս պահին այն ժամանակել հիմա էլ իմ համար անհասկանալի մնաց, թե ոնց է հնարավոր, որ դատարանի օրինական չվերացված որոշումը պատկան մարմինները չեն կատարում։ Դատարանը որոշում է կայացնում պահանջել նյութեր, ու այդ նյութերը մինչ օրս դատարանը չի ստացել, դա իմ կարծիքով պաշտպանական կողմի դեմ այնքանով, որ մեզ արդարացնող ապացույցները չեն ցանկանում մեզ հասանելի լինեն, թե ինչ մեսիջ է դա դատարանին, արդեն ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ ըստ էության դա ինչքան պաշտպանական կողմի դեմ է, այնքան էլ դատարանի, որ դատարանի օրինական որոշումը պատկան մարմինը չի կատարում։ Մենք գիտենք, թե ոչ մի բանի վրա չենք կարող զարմանանք, բայց ամեն անգամ մի բան լինում է դրա վրա էլի զարմանում ենք։ Տեսեք, պատվարժան դատարան, մի շատ կարևոր հանգամանքել եմ ցանկանում անդրադառնալ, մինչ գործը դատարան ուղարկել է, վարույթ իրականացնող մարմինը, եթե չեմ սխալվում, առնվազն 2 անգամ պաշտպանական կողմին Գագիկ Ծառուկյանին առաջարկել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն պարոն Ծառուկյանը չի ընդունել այդ առաջարկը, չի համաձայնել այդ առաջարկի հետ, առարկել է այդ սահմանված կարգով գործը կարճելու հետ այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը բազմիցս թե իր ցուցմունքներով, թե իր հրապարակային ելույթներով հայտնել է, որ մեղադրանքը ամբողջությամբ ապօրինի է, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանական կողմը իր եզրափակիչ ելույթով եւս մեկ անգամ վերստին վերահաստատում է իր դիրքորոշումն առայն, որ իրականությանը չի համապատասխանում, որ Գագիկ Ծառուկյանը որևէ ընտրողի կաշառք է տվել կամ նման նպատակ է ունեցել։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ համակիրների մասնակցությամբ ստեղծել է եւ ղեկավարել է հանցավոր խումբ։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ հանցավոր խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ կազմակերպված հանցավոր խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ անձամբ կամ իր խնդրանքով որևէ այլ անձ Գեղարքունիքի մարզի
տարածքի ընտրողներին 17194 քվեի համար որպես կաշառք տվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ։ Ամենամեծ զավեշտը հենց էսա, այս մեղադրանքի։ Ու մի հատ էլ տրամաբանականը, եթե նման բան կա, ընտրություններից հետո պարոն Ծառուկյանը ոչ Վազգեն Պողոսյանին հանդիպում է, ոչ քննարկում է ունենում։ Լավ, այդ ողջամտության սահմանը պետք է ինչ-որ մի տեղով անցնի, կամ հարց տամ, ողջամտության սահման արդյոք գոյություն ունի, թե ոչ։ Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատելիս ապացույցների բավարարությունը որոշելու հարցին պատվարժան դատարան Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործում 14 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ մի ընդամենը հատված, այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարություն մեղքի հարցը լուծելիս, որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը, ընդ որում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշ ասելով պետք է հասկանալ փաստական տվյալների ապացույցների այնպիսի համակցում, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Հիմա այս ապացույցները, որ մենք տեսանք, լսեցինք, ընկալեցինք, հակառակի ողջամիտ հավանականությունը բացառում է, թե ոչ, իհարկե ոչ։ Այլ խոսքով մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած։ Հիմա մենք ունեցանք 4 վկա, ովքեր առհասարակ պարոն Ծառուկյանի չեն շփվել, որևէ կերպ չեն հարաբերվել, առհասարակ չեն ճանաչել, տեսել են միայն հեռուստատեսությամբ, Վազգեն Պողոսյանի ցուցմունքները հրապարակվեցին, մեր կարծիքով անհիմն, բայց այնուամենայնիվ անդրադառնանք, որևէ կապ չունի պարոն Ծառուկյանի մեղադրանքի հետ, առերես հարցաքննությամբ առավել ևս հերքվել է պարոն Ծառուկյանի առնչությունը իրեն մեղսագրված արարքին, հիմա մենք ասում ենք, որ այս համատեքստում նաև պատվարժան դատարան դուք անհրաժեշտ է, որ դիտարկեք այդ ապացույցների արժանահավատությունը, ես փորձեմ ավելի հակիրճ, որպեսզի գործընկերս էլ ժամանակ ունենա, պատվարժան դատարան ըստ էության վերլուծելով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքին դրված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, դրան գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության գործի համար բավարարության տեսանկյունից համակողմանի լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին ամուսնան բոլոր կասկածները մեկնաբանելով նրա օգտին պաշտպանության կողմը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը ապացուցված չէ, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել նրա անմեղությունը մեղսագրված ենթադրյալ արարքը կատարած չլինելու հիմքով։ Եվ ես դատարանին խնդրում եմ, պատվարժան դատարան հանդես չգալ մեղադրանքի կողմում և արտահայտել իրավունքի շահերը, գործող քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումի ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Վերը նշվածի հիման վրա խնդրում եմ կայացնել արդարացման վերձից, ճանաչելով և հռչակելով Գագիկ Ծառուկյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում։ Շնորհակալություն։